Բարի օր սիրելի երոստաթիրող, այսօր պատրաստելու ենք ամենասիրված աղանդներից մեկը, որը ծագումով իտալական է, այո իմացաք թիրամիսու։ Իսկ թիրամիսուն մի քանի ձև ունի պատրաստման, ամենաօթենտիկ կամ իսկական բաղադրատոմսերից մեկը, որը հավգիտ կպարունակի, իսկ քանի որ հավգիտը մի քիչ հումի ձևով է թրվում մեջ է, ինքը շատ երկար կյանք չի ունենում։ Իսկ ես ունեմ 5-ից 6 տեսակ կամ 6 բաղադրատոմս թիրամիսուի, որը պատրաստում եմ, բոլորը շատ եմ սիրում, բայց այս բաղադրատոմսը ամենաարագ, ամենահամով, ամենահեշտ, ամենաաբահով բաղադրատոմսն է։ Եվ այսօր կիսվելու եմ ձեր հետ։ Մեզ պետք է 300-ից 400 գրամ թխվածքապլիթներ, 500 գրամ մասկարպոն պանիր, 500 գրամ հարելու սերուցք, 150 գրամ շաքարի փոշի, 1 թեյի կտալ վանիլին և կակաոյի փոշի, 250-ից 300 մլ էսպրեսո սուրճ, 2 ճաշի կտալ սուրճի լեքր։ Հիմա աշխատում ենք, ամենակարևորը, որ ստեղ մենք ունենք պայրեքսի ձևով ինչ-որ բան, որը մեջն ենք շարելու, ընդհանրապես թիրամիսուն կամ մեծ տեղ շարվում կամ օրինակ փոքր դեղերի մեջ ենք շարում։ Ամենակարևորը, որ մենք սկզբի համար պետք է կաֆի լեքորը, այսինքն սուրճի լեքորը եւ սուրճը իրար հետ խառնենք։ Իսկ որովհետև ես էսպրեսոն շատ արդեն թանձր արել եմ, պետք է իրան վրա ջուր բացեմ, որ բացեմ իրեն։ Իսկ ջուրը անպայման պետք է սառը լինի, ոչ տաք, որովհետև շատ ժամանակներ տաք ջուր ենք դնում, որովհետև lady finger-ը այո պետք է դատախենք, բայց ոտը պետք է սենց փափկացնենք։ Ինքը մեգա փակվում է հետո։ Իսկ ես օգտագործում եմ մեր սիլի ջուրերից իհարկե։ Եվ ավելացնում եմ վրան սուրճը։ Եվ ունենում եմ սուրճ։ Ես կարամ մաս տնեմ, այսինքն սուրճին կեսը տնեմ և կաֆե լեքյուրին կեսը ու հետո կավելացնեմ։ Այս ջուրը պատրաստ է, իսկ սկզբում պետք է պատրաստենք քրեմաները, որպեսզի երբ որ պետք է լեյերինգ անենք, այսինքն երբ որ շերտերը պետք է հավաքենք, մեր ամեն ինչը պատրաստ լինի։ Բերում եմ մեր ապրանքները, ստեղ էլ ունենք մի հատ սրբում։ Ամենասկզբում պետք է հարենք սերուցքը, իսկ սերուցքը պետք է լինի ուղղայնությունը շատ բարձր, 25, 26, 28, 30, 35։ Ինչ որ գտնեք, բայց բարձր ուղղայնությամբ։ Իսկ շատ կարևոր է, որ բաղ լինի, այսինքն երբ որ պետք է հարենք, պետք է ինքը բաղ լինի, ոչ տաք։ Քանի որ ես քրեման պետք է հարեմ շաքարի փոշիով եւ վանիլինով, դե վանիլինը արդեն ունենք, իհարկե մենք մարանիգի ապրանքներն ենք միշտ օգտագործում, այստեղ ավելացնում եմ շաքարը, որ պատրաստ լինի, եւ վանիլինը արդեն մոտավոր մի թեյի կտալ եք ավելացնում։ Սկսում ենք հարել։ Ուրեմն մասկարպոնը քրեմային վրա պետք է ավելացենք, բայց իհարկե չեք ավելացնում ամբողջական միանգամից։ Հիմա ես մի քիչ ավելացնում եմ ու հարում եմ, հետո ետ մի քիչ եմ ավելացում, հարում եմ ու արդեն վերջավորության ստանում ենք մի հատ ամբողջական զանգված։ Ահա ավելացնում եմ վերջի մասը, որպեսզի հարենք ու ընդհանրապես ստանանք մեր բոլոր ամբողջական սերուցքը։ Հիմա մի հատ օջարվում եմ սավայով ու հետ վերադառնամ։
Դե ինչ, արդեն ամենահետաքրքիր մասն ենք ասել, իսկ այստեղ ես միշտ ինչ-որ սերուցքային բան եմ պատրաստում։ Իրականում ինչ տեսակ, որ սերուցք պատրաստեմ, միշտ հիշում եմ իմ մանկությունը, որովհետև մամաս ինչ-որ պատրաստում էր։ Վերջավորության մենք սենց կանգնում ենք այդ ափսեի, բոլի կամ ինչ-որ այդ բաների ու ամեն մեկը դալիս էր ու վերցնում էինք ուտում էինք այդ մնացած բաները, այնքան ուրախ էինք ուտում ու այնքան սիրում էի ես այդ քրեմային կամ այդ ափսեի ավելցած այդ քրեմաները կամ չգիտեմ։ Հիմա ուղղակի այդ հիշեցի։ Հիմա մամաս նայում է ինձ եւ ինքն էլ հիշի։ Իմ ինչ այլոց իմ մաման ոչ մի բաղադրատոմս ու ոչ մի հաղորդում չի բացնում։ Ու սաղ նայում է եւ ժամը 9-ին եւ ժամը 5-ին, այսինքն առավոտի 9-ին նայում է, մի հատ էլ 17:00 Կետրոն TV եթերում նայում է, ու հետո զանգում է։ Արդեն որ զանգում է, գիտեմ որ զանգ նայել է, ասում եմ ոնց էր, ասում է արդեն, ամեն ինչ ասում է։ Լավ մաս, վատ մաս, ամեն ինչ ասում է։ Եվ ես միշտ դենց եմ եղել, որ միշտ լսել եմ ես, ովքեր որ ինձ մեկնաբանություն են տալիս, ովքեր որ լավն են ասում, միշտ լսում եմ։ Ինչևէ, շատ պատմեցի իմ մասին նորեն, բայց ոչինչ։ Հիմա գնում ենք ամենահետաքրքիր մաս։ Ուրեմն ամենեկ թխված կապլիթը դենց տատախում ենք այսպես։ Եվ այսպես արագի վրա։ Այսինքն ամենեկ սենց ես սիրում եմ, երբ որ պատրաստում եմ, սենց մոտիկից այս կադրերը իմանաք դրա համար միշտ հրավիրում եմ իմ օպերատորներին, որ մոտիկանան։ Հույսով եմ դուք էլ գոհ եք մնում դրանից։ Հիմա այստեղ մոխոն պետք է իդեալական երգ տնի ու դենց այդ մյուզիկի վրա այս շարվածքը ցենց Որնել եմ դնելու ու մի քիչ իջացնում եմ, քանի որ ինքը արդեն փափկում է։ Տեսեք, այդ վերջի մի քանի հատը ես դիսել եմ, որպեսզի ես ունենամ ամբողջական։ Եվ արդեն ավելացնում ենք մեր քրեման կամ սերուցքը։ Այսպես ավելացում եմ։ Դուք հաշվի արեք, որ թխված կապլիտները մի շերտ դնում ենք, հետո քրեմա, այսինքն սերուցք։ Հետո մի հատ էլ դնում ենք թխված կապլիտները, հետո մի հատ էլ դնում ենք քրեման կամ սերուցքը, այսինքն մի խոսքով երկու բաժնի եք վերածել։ Այսպես բացում եմ ու մի վախեցեք տնելու, որովհետև ինքը իր համը քրեման է, այսինքն ոչ թե բիսկուիտը կամ թխված կապլիտը։ Շարունակում ենք նույն գործողությունը, թաթախում ենք ու սկսում ենք շարել։ Այս process-ը ոնց որ թերապիա լինի, քանի որ դենց հանքից պատրաստում ես, ես միշտ ասել եմ եւ միշտ կասեմ, հիշում ես, որ կամ մտածում ես, որ այս համովությունը ով է ուտելու, ոնց է ուտելու, ում հետ է սկսվելու, ու արդեն քո թեմքը շփդում է, որովհետեւ քո սերը դալիս է այդ համովության ճանապարհով։ Հավասար իրար հետ վերջացրեցի։ Ինչ եք ասում։ Էսի ինչ է։ Մի հատ անվանեք, YouTube-ում գրեք, սուրճս վերջացավ եւ իհարկե վերջի գդորն եմ թնում։ Ինչ կասես։ Հիմա արդեն երկրորդ շերտ քրեման եմ տնելու։ Հանկիստ բացում ենք մեր քրեման կամ սերուցքը։ Կարևոր է հիշեք, որ կակաոը միշտ վերջում եք դնում, այսինքն հյուրասիրելուց առաջ։ Հիմա մենք պետք է այսի սառնարանում տնենք, որ հանգստանա, բայց կակաո չենք տնում, կակաո տնում ենք միայն երբ որ պետք է հյուրասիրենք, որովհետև կակաո որ տնենք ինքը խոնավությունից sense մի տեսակ անուշիկ չի լինի։ Դե սիրելիներս, արդեն ինքը պատրաստ է սառնարան տրվելու։ Հիմա գնում եմ սառնարան տրեմ, մի հատ համով հայկական սուրճ խմենք, դե իհարկե հետը կարող ենք սվիթնելայից համովությունները շատ քիչ ուտենք, բայց ոչինչ, տիրամիսուի դեր կպահենք, քան որ իր դեղն էլ ուրիշ է, այդ պաստախը եւ սուջուխը վայելենք ու հետո արդեն վերադառնանք սառնարանից անենք ու իրար հետ այս տիրամիսու վայելենք։ Գնացինք։ Դե ինձ սիրելիներս, մեր տիրամիսուն արդեն պատրաստ է, սպասում եմ մեզ սառնարանից բերենք ու համ տեսենք, գնացինք։ Հիմա այդ երգը պետք է տնեն, որ այդ պսակի հարսանիքին դնում են, երբ որ չալաղաջը բերեն։
Wow. Էս ինչա։ Ուրեմն, էսի կակաոն է։ Մարանիկի կակաո։ Իրականում այս համովությունը պատրաստելուց ես գիտեմ, որ վստահ եմ, որ այդ օրը համով ջաշ եք պատրաստել ու վստահ եմ, եթե հավով եք պատրաստել, այսինքն կարող է զանգեզուրի հավերից վերցրել եք ու համով ջաշ եք պատրաստել ու դրա վրա այս համով աղանթերն եք ուտելու։ Մի խոսքով ուզում եի հիշեցնել, որ կարող եք համով հավ պատվիրել զանգեզուրից։ Եվ իհարկե իրենք արագում ունեն, այսինքն եթե չեք կարող իրենց խանութից վերցնել, կարող եք զանգեք եւ իրենք կարագեն, որտեղ որ լինեք։ Սենց փակում ենք կակաոը։ Անհամբեր եմ գդրեմ, ուզում եմ մի քիչ գդրեմ, որպեսզի մեջտեղից սենց հանենք ու տեսնեք այդ համովությունը։ Դե իհարկե ամեն ինչի մասին խոսեցանք այսօր, բայց համով հայկական քինիի մասին չխոսացինք։ Կարող ենք հիշեցնել, որ եթե ուզում եք համով հայկական քինի, ունեք քարե քինիները։ Կարմիր, համով հայկական։ Դե ինչ, արդեն պետք է համտեսենք այս համովությունը։ Սենց համով տիրամիսու, չգիտեմ եթե գերած կլինեք, բայց անպայման պատրաստեք, որովհետև սենց համովություն չգիտեք։ Շատ համով, քաղցրությունը դեղը, այդ յուղայնությունը, այդ քրեմաներին դեղը, ոչ ավելի ոչ պակաս։ Մեր բիսկվիտները կամ մեր թխված կաբլիտները արդեն ունեն սուրճի համ եւ մի քիչ լեկորի համ։ Մի խոսքով իդեալական տարբերակ։ Անպայման պատրաստեք եւ վայելեք ձեր ընտանիքների հետ։ Ցտեսություն։